Բարի երեկո, շանթիեթերը շարունակում է հորիզոնը։ Տիրանայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանք Ալբանիայի մայրաքաղաքում մասնակցում են եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Մինչ գագաթաժողովը վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել է ոչ միայն Հայաստան-Եվրամիություն օրակարգի, այլև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ կապված հարցերին։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը գումարվում է արդեն 6-րդ անգամ։ Այն առաջին անգամ գումարվեց 2022-ին Պրահայում։ Հենց այդ շրջանակում էր, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ 3 տարի անց, երբ Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթաժողովին մասնակցելու համար Ալբանիայի մայրաքաղաքում են նաև Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, համաձայնեցված է խաղաղության պայմանագրի տեքստը։ Բայց տեքստը վերջնականացված լինելու մասին հայտարարությունից հետո Բաքուն նոր պահանջներ է ներկայացնում, ձգձգելով գործընթացը։ Համաձայնագիրը վերջնականացված լինելու մասին հայտարարությունից հետո առաջին անգամ են մեկ վայրում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Եվ սա առիթ էր, որ երկու երկրների բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեն իրար։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Ընդամենը մեկ օր առաջ վարչապետը ոտքի վրա պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին անդրադարձել էր Հայաստանի սահմանադրության փոփոխությանն ու Մինսկի խմբի լուծարման հարցերին, որոնք բարձրացրել է Ադրբեջանը։ Ադրբեջանը բարձրացնում է երկու հարց, դրանցից մեկը Մինսկի խմբի լուծարումն է, այդ օրակարգը մեզ համար ընդունելի է։ Մենք ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը անկեղծ է, իր տարածքում հակամարտության փակումն ու այն Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխումը չէ։ Դրա համար մենք առաջարկում ենք համաձայնագրի ստորագրումը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով դիմել է անել միաժամանակ։ Անդրադառնալով սահմանադրությանը վարչապետը հետևյալն է ընդգծել. Մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը, գիտենք, թե ինչ հարցեր է բարձրացնում Ադրբեջանը։ Ակնհայտ է, որ մեր այժմյան սահմանադրության մեջ չկան հարևանների տարածքների նկատմամբ հավակնություն պարունակող կետեր։ Դա իրավական հաստատուն փաստ է եւ դա շատ կարեւոր է։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նաև խաղաղության պայմանագրի հոդվածներին է հումարել։ Արդեն համաձայնեցված տեքստում շատ պարզ եւ հստակ գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը ըստ Ալմաթիի հռչակագրի։ Դա նշանակում է անկախ Հայաստան խորհրդային Հայաստանի սահմաններով եւ անկախ Ադրբեջան խորհրդային Ադրբեջանի սահմաններով։ Մենք էլ ունենք անհանգստություններ, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններ կան, բայց մենք այդ հարցը Ադրբեջանի նման չենք բարձրացնում։ Ինչու՞, որովհետեւ մենք տեսնում ենք, որ խաղաղության համաձայնագրով այդ հարցը լուծված է։ Ընդհանրապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացները վարչապետը քննարկել է նաեւ եվրոպացի գործընկերների Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը։ Եվրամիության ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, ընդգծելով դրա կարեւորությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Կառավարության հաղորդագրության համաձայն եվրոպացի պաշտոնյաները ընդգծել են Եվրամիության պատրաստակամությունը շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին եւ խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը։ Անդրադարձ է եղել նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծին։ Անտոնիո Կոշտան եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը եւ կարեւորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Այդ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերը։ Եվրոպացի պաշտոնյաները ողջունել են եւ կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաև ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացնելու կարևորությունը։ Ավելի ուշ թե խաղաղության համաձայնագրի, թե Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների թեման վարչապետը քննարկել է նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպմանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն նրանք կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրումը ի նպաստ տարածաշրջանում կայունության ու համագործակցության։ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության համատեքստում էլ նրանք գոհունակություն են հայտնել հարաբերությունների զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից եւ նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։
Գագաթաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույցներ է ունեցել տարբեր գործընկերների հետ, այդ թվում Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի։ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Մերցի հետ զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի, Թուրքիայի նախագահի, Հունգարիայի վարչապետի, Մոնակոյի արքայազնի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Խորհրդարանական 3 խմբակցությունների ներկայացուցիչները այսօր մասնակցել են չեպազրույցներին, պատգամավորները անդրադարձել են խաղաղության համաձայնագրին եւ հայ-ադրբեջանական բանակցություններին։ Այսպես ասած, անգամ իրականության մեջ եթե դիտարկենք Ադրբեջանի մտահոգությունները կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, նախ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք ուրեմն մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին եւ մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Ուր ենք ասել բանակցային գործընթացում։ Ով է առասարակ քննարկում կամ հիշում, թե որտ կետին ենք հասել, որովհետեւ դրանից է կախված, թե ինչ է սպառնում Հայաստանին եւ ինչ է առաջիկայում սպասվում առասարակ Հայաստանի Հանրապետությանը։ Հանրության հայտարարվեց, որ բանակցությունները Ադրբեջանի հետ ավարտվել են։ Փաստաթուղթը, որը բաղկացած է 17 կետից, չի հրապարակվում, թաքցվում է հասարակությունից եւ այն պարզ հարցի պատասխանը, թե ինչու չի ստորագրում փաստաթուղթը, մի կողմ դնենք այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են ողջ բանակցային գործընթացում, մեր հանրությունը այդ հարցի պատասխանը չի ստանում։ Սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին կարելի ասել նաև լարված է եւ արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից եւ բացի դրանից նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում, սա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա։ Դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը եւ հատկապես պաշտպանության նախարարությունը եւ պատասխանները պետք է համարժեք լինեն։ Գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմներ միշտ համարժեք պատասխաններ էր տալիս, բայց Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է, սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել ինչու չէ նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն եւ նաև շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ նաև այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում, որը վարել է էկոնոմիկայի նախարարը, քննարկվել են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի միջազգայնացման ուղղված գործիքների կիրառմանը, պետական մարմիններում գանգատարկման հանձնաժողովների ձևավորման կամ ներդրման անհրաժեշտությանը, կառուցապատող ընկերությունների սնանկության վարույթի առանձնահատկություններին վերաբերող հարցեր։
Այսօր մեր երկրում նշվում է ուսանողների եւ երիտասարդների օրը, օրվա առիթով շնորհավորական ուղերձ եղել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը։ Սիրելի ուսանողներ եւ երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց, նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում բարձրագույն կրթական համակարգի ձևավորման մեկնարկը։ Այդ որոշումը կայացվեց չափազանց բարդ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների եւ օրհասական խնդիրների առաջ։ Այդ իրավիճակում, երբ պետությունը լուծում էր սովի, փախստականների, կենցաղային, առօրյա եւ հրատապ հարցեր, այդուհանդերձ կրթությունն առաջնահերթություն դիտվեց։ Մասնագիտական կադրերի պատրաստման հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում թե երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարության, թե նաեւ ինքնիշխանության ամրապնդման քայլ էր։ Այսօր հնարավորությունը մի կողմից մեր գովասանքն արտահայտելու ժամանակին այդ կարևոր նախաձեռնության եւ քայլի համար չափազանց բարդ իրավիճակներում, մյուս կողմից այսօրվա մեր պատասխանատվությունը գիտակցելու եւս մեկ առիթ։ Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի եւ կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը։ Այն կրթությունը, որը մրցունակ է եւ այդպիսին է դարձնում անհատին ու պետությանը, առանց մեկը մյուսին հակադրելու։ Մրցունակ անհատն է, որ իրացվելով եւ ստեղծագործելով իր լավակեցությամբ նաեւ երկրի բարեկեցությունն ու անվտանգությունն է կառուցում։ Կառավարության նախաձեռնած ծրագրերն ու բարեփոխումները միտված են կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը, որն առաջին հերթին արտացոլելու է յուրաքանչյուր քաղաքացու մրցունակության բարձրացման միջոցով։ Այս գործընթացը պահանջում է, որ մենք բավարար ազնիվ ու համարձակ լինենք եղած խնդիրները ձևակերպելու համար եւ հետեւողական ու համբերատար լինենք դրանք լուծելու համար։ Սիրելի ուսանողներ, սիրելի երիտասարդներ, այսօրը նշելով նաեւ իբր Հայաստանի Հանրապետությունում ուսանողների եւ երիտասարդների օր, մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով, չվախենալով սխալվել եւ սայթաքել։ Հաջողությունները գալիս են հետևողական ջանքի, անընդհատ սովորելու եւ սայթաքելուց հետո առաջ շարժվելու արդյունքում։ Շնորհավորում եմ նաեւ Երևանի պետական համալսարանին հիմնադրման 106-ամյակի առթիվ, ակնկալելով, որ համալսարանը կլինի նաեւ բարձրագույն կրթության եւ գիտության բարեփոխումների առաջատար, նորովի վերահաստատելով իր պատմական եւ հանրային նշանակությունը։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճ դադարից հետո անցնող շաբաթվա միջազգային իրադարձությունները կամփոփի մեր գործընկեր Հալա Ղալաջյանը։